Բարի լույս ժողովուրդ ջան, ես հիմա եկել եմ իմ տարածքում եմ, ուզում եմ ցույց տամ, թե ինչքան հսկայական աշխատանք է ստեղ կատարվել, մի պահ սենց բարձրացնեմ, տեսեք, այս բետոնային աշխատանքներն ա արվել, ու եթե երևում է, այս սենց տարածքով սաղ արվել է ու դեռ հլը պետք է ժեշտ կապել, դեռ պետք է հահագին գործեր անել, որպեսզի տարածքը հզաբորա պատվի, ու ես հիմա ձեզ հատուկ խնդրանքով եմ այստեղից դիմում, որ ինչպես տեսնում եք, այս տարածքը դեռ ամբողջովին պատրաստ չի ստեղ շունիկ բերելու համար։ Ես խնդրում եմ, ես աղաչում եմ, իմ տունն էլ բեզրազմեր չի, 30 քանի շուն կան, ես չեմ կարա իմ մոտ վերցնեմ։ Այդ 21 շունը իմ մոտ հենց այնպես չի հայտնվել, այդ արենդով տարածքում հենց այնպես չի հայտնվել, իրանք փրկվել են ամենատարբեր իրավիճակներում, իրանցից շատերը դեզնից շատերի խնդրանքով են հայտնվել իմ մոտ, փրկվել են ու այսօր օրհասական պահին իրանք կանգնած են վտանգի առաջ, որ կարան մնան ուղակի փողոցում։ Ես ուղակի խնդրում եմ, որ օգնեք 21 շանը տեղավորենք։ Իրանք հիմա արենդայով տեղում են, բայց այդ տերն ասում է, ես ձեզ հասկանում եմ, բայց պետք է շները դուրս գան, այսօր պետք է դուրս գային։ Հիմա ասում եմ վաղը պետք է դուրս գան։ Ու ասում է ինձ էլ հասկացեք, հոսե ջահելները իրար դանակով փոր չեն թափելու։ Մարդիկ շենքավորներն եկել են կռիվ, ժողովուրդ, նեն սիտուացիայի մեջ են, հնարավոր չի այդ սիտուացիայից դուրս գալ։ Օգնեք այդ տեղից հանենք շներին, եթե վաղը պրոստը դարպասը չբացեն ու շներին դուրս չհանեն։ Ես խնդրում եմ, ես չգիտեմ ուրիշ ինչ ձև խնդրեմ, այդ շները ամեն մեկը մի կյանքի փրկված պատմություն ունի, ամեն մեկը մի ճանապարհ ունի անցած ու իրանք տենց օրվա համար չեն այնտեղ հայտնվել, որ հիմա բրախվեն ուղակի փողոց։ Ես խնդրում եմ ձեզ, ես այս չոլի մեջ չեմ կարա իրանց բերեմ, տնեմ չոլի մեջ ուղակի։ Ստեղ դեռ պետքա օծերի դեմ մշակել, դեռ պետքա ջուր քաշել, դեռ պետքա հոսանքն անել, դեռ պետքա ժեշտ անել, ամեն ինչը սաղ երկարա ձգվում է։ Հասկանում եմ 21 շուն հնարավոր չի ինչ-որ միտեղ տանել մի գիշերվա մեջ տեղավորել, ես խնդրում եմ, օքեյ գուցե փորձենք մաս-մաս տեղավորել, 5-ին միտեղ մի հյուրանոց են վախեցած ձագերին գուցե այդ փակ տեղում փորձենք, որ հանկարծ ընտեղից չփախնեն, երկու ամենածանր հիվանդները ես կվերցնեմ իմ վրա, օքեյ կվերցնեմ իմ տուն, 3 հատ գամփր կան, որ իրանք են մյուս շների հետ չեն կարա, իրանք պետք է առանձին անեն, գոնե օգնեք տարածքով այդ 3 գամփրին տեղավորենք, 11 շունն էլ մի ձև ուրիշ միտեղ տեղավորենք, ես չգիտեմ ոնց անենք մաս-մաս, դաժե եթե ես խնդրում եմ ամեն մեկը զանգեք ինձ ասեք իմ նիշան հետ կարա մի շուն պահեմ, ես խնդրում եմ ժամանակավոր այս ամենը, մինչև այս տեղը ես սարքեմ, աղաչում եմ ձեզ բոլոր շներին էլի հետ եմ վերցնելու, մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, ինչքան որ կտևի, չեմ կարա ասեմ, բայց խնդրում եմ ամեն մեկը զանգեք մի հատ շուն վերցրեք, խոսքը գնում է պատասխանատու մարդկանց մասին, ում ես ճանաչում եմ այս տարիների ընթացքում ու վստահում եմ, որ իրանց շուն պահելը գիտեմ, իրանց տան, ձեր տան մեջ ժողովուրդ ջան, ես անուններով չզանգեմ անհատապես չխնդրեմ, ամեն մեկիդ աջակցություն կարևոր է, զանգեկից ասեք Սոֆիա ջան, այս իմ շան հետ, այս մի հատ շունը կարամ տանեմ պահեմ, իմացեք ահագին օգնած կլնեք, վաղը այդ շները մնալու են փողոցը, ես խնդրում եմ, օգնեք այս հարցը լուծենք, տարածեք այս վիդեոն ինչքան կարաք շատ, էլ չգիտեմ ինչ ձևով խնդրեմ, որ այս հարցին ուշադրություն դարձնեք, սա շատ կարևոր է, մինչև օրս ինձ զանգում ասում են, այս ինչ շունը ջարդված է, այս ինչ շունը ընկել ավտոյի տակ, այս ինչ շունը, ու չեն նայում ես ինչ սիտուացիայի մեջ եմ, այն շները, որոնց որ ես փրկել եմ այդ ջարդված ու էլի վատ վիճակի մեջ լինելով հանդերձ, այսօրվա դրությամբ կանգնած են մահվան առաջ ու դուք ինձ զանգում եք տենց բաներ եք խնդրում, մի հատ նայեք էլի ինչա կատարվում տվյալ պահին, տվյալ ժամանակաշրջանում այդ մարդու կյանքի մեջ, նոր ինչ որ բանով դիմեք, կամ մեկը ընդդեմ ունաթա գալի, ինչ կարիք կա սրտաճմլիկ վիդեոների, եթե իմ գրածին չեք արձագանքում Մեկը լինի քեզ հարցի, ամեն օր քանի հատ շուն ունես փրկած։ Ես իմ հոգսը տալիս եմ քեզ, քո այդ մի շունն է վերցնում եմ իմ վրա։ Ժողովուրդ ջան, չի կարելի, ես ռոբոտ չեմ, ես մարդ եմ, խաչա այսօր ես անում եմ լրիվ ռոբոտի աշխատանք։ Ես չգիտեմ արդեն որտեղ, որ գլուխս, որ քարին տամ ու որ կողմի վրա վազեմ։ Բոլոր կողմը որտեղ նայում հոգսա։ Ինձ աղաչում եմ օգնեք, վաղը օրհասական օր է։ Օր չֆռա, այս շներին պետքա օր առաջ ընդեղից հանել։ Ես խնդրում եմ վճարովի տարած, բայց չեմ կարում գտնեմ։ Նորմալ տարած ես չեմ կարում գտնեմ։ Ես չեմ կարա հիմա կոպիտ չասեմ բարերով մի տեղից հելնեմ, վատ տեղից ընկնեմ մի այլ վատ տեղ։ Ինձ օգնեք վճարովի նորմալ տարած գտնեմ իրանց համար, կամ գոնե մաս-մաս անենք, շունիկներին բաժանենք։ 3 հատ գամփրներ կան, որ լավ իրանք մենակ իրար հետ պիտի լինեն, ուրիշ ոչ մի շուն պիտի տարածքում չլինի, իրանց եթե կարակ ինչ որ ապահով տեղ լինի, իրանց պահենք։
Մեն մի 11 հատին, որ իրար հետ բոլիմինի լավ են, կարանք ընդեղ մի ձև տեղավորենք, չգիտեմ, խնդրում եմ կապնվեք իմ հետ, գրեք ինձ անձնական նամակներ ու միանգամից նկարներով, վիդեոներով, ինչ տարածքա, ինչ գներա, ինչ պայմաններա, ես ժամանակ չունեմ, պրոստը գրեք բարև ու ես գրեմ բարև, ուսեն ժամերով գնա, ուղղակի գրեք մանրամասներ ինչ կա, եթե համապատասխանեց կկապնվեմ ձեր հետ։ Այսքան բան, որ ուզում եմ ասեմ, ես չգիտեմ, մի հոգով չի լինում այդքան շունիկների փրկություն, այսքան բան արել եմ, չթողնեք, որ ջուրը թափվի, ես խնդրում եմ ու վստահում եմ, որ կօգնեք ու կաջակցեք։ Լավ մնացեք, բարի գիշեր։